Տրիբյունայում էի հարգելի հետևորդներ, այժմ Շարմազանովի հետ հերթական ակցիան նույն պահանջով արդյոք ձեր ձայնը լսելի կլինի այսօր եւ բացի պաշտոնական սահարողակարգը կլինեն նաեւ կոնկրետ ձեր ակնկալիքների արդարացումները։ Զարվա ջան, ով ականջ ունի թող լսի, ով աշկ ունի թող տեսնի։ Եթե ականջ ու աշկ ունեն, եւ կլսեն եւ կտեսնեն։ Որովհետեւ տարիներ շարունակ Բաքվի բանտերում գերեվարված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Արցախի մեր եղբայրները, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում բանտարկված են սրբազաններ, քաղաքական գործիչներ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, վարչապետի թեկնածուն եւ բազմաթիվ ազգային ժողովի պատգամավոր եւ այդ իմաստով մեր բողոքի ձայնը կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը ականջալուր լինի այլընտրանքային Հայաստանի կարծիքին, որ Հայաստանի կարծիքը դա Փաշինյանի կարծիքը չէ, որ հայ ժողովուրդը չի համակերպվում եւ անարդարացի է համարում Բաքվի բանտերում իր եղբայրների գերությունը, էլ չեմ ասում անարդար ու անմարկային դատավճիռը։ Ինչ են այլ այդ մարդիկ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ընդամենը պայքարել են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետի համաձայն։ Այն է պաշտպանել են ինքնորոշման իրավունքը։ Եթե ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանցագործություն է, ուրեմն պետք է աշխարհի ոչ մի երկիր չունի, ուրեմն պետք է բոլորը բռնադատված լինեն։ Այդ իմաստով մենք, քանի որ հույս չունենք Հայաստանի նիկոլական ռեժիմից, հերթական անգամ ուզում ենք մեր այլընտրանքային կարծիքը, իրական Հայաստանի կարծիքը սա է, որ մեր եղբայրները գտնվում են պատանդության մեջ Բաքվի բանտերում, որ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որ եկեղեցու նկատմամբ կան ռեպրեսիաներ եւ որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ մի մեծ բանտ բաց երկնքի տակ։ Պարոն Շարմազանով, նայեք, այսօր իրար հերթ չտալով պաշտոնյաները գնացել են Զվարթնոցոթանավակայան, որպեսզի այսպես ընդունեն, ողջ երթի խոսք ասեն ԱՄՆ փոխնախագահին։ Ինչ եք կարծում այս նույն ակտիվության գոնե օրակարգի այն հատվածին, որը վերաբերում է Բաքվում ապօրինաբար պահվող, խոշտանգվող մեր հայրենակիցներին, կլինեն ինչ-որ կոնկրետ ուղերձներ փոխնախագահին։ ՔՊԱ-ականների։ Այո, ոնց որ ասենց ակտիվ գնացել են այնտեղ, կհիշենք գոնե։ Գիտեք, մի ռեժիմ, որի անգործության հետևանքով մեր եղբայրները հանգրվանել են Բաքվի բանտերում, ես տրամաբանական չեմ համարում, որ նրանք քայլեր կձեռնարկեն, գործոն քայլեր կձեռնարկեն, կպահանջեն, դե ասում էին հաղթում ենք պատերազմ, հաղթեցին, ասում էին Արցախի անվտանգությունն ապահովում են, ապահովեցին, ասում են Հայաստանն ինքնիշխանա, 240 կիլոմետր օկուպացված է ադրբեջանցիների կողմից։ Հենց այդ է, այս պրոբլեմը նրանում է, որ իրանք մի բան ասում են, հակառակն անում են։ Երբ որ ընտրվում էր վարչապետ 8 տարի առաջ, պարլամենտում հայտարարում էր, որ իր շարժումը հանգեցնելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ միջազգային ճանաչման։ Իսկ հիմա ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի շեն խոսում, այլ նաեւ ասում են Արցախը թոք ա եղել իրենց վզին։ Ինչի մասին ենք խոսում։ Ամեն դեպքում Վենսի նման կշիռ ունեցող քաղաքական գործիչից ավելի ճիշտ չէ լինի պահանջել նաեւ արցախցիների վերադարձ իրենց բնորան եւ չսահմանափակվել միայն գերիների վերադարձի պահանջով։ Ամեն ինչ պետք է հերթով լինի։ Հիմա մեր առաջնային խնդիրը պետք է լինի Բաքվի գերությունից մեր եղբայրների վերադարձը։ Երկրորդը, Արցախ վերադարձի իրավունքի մասին մենք մշտապես ենք խոսել, բայց դրա համար պետք է լինեն միջազգային երաշխավորներ։ Այս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների այս կես խաղաղության պայմաններում ես հնարավորություն չեմ տեսնում։ Սա է խնդիրը։
Երբ հնարավորությունը կլինի։ Երբ որ Հայաստանում իշխանություն կփոխվի։ Երբ որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կառաջնորդվի երկրի սահմանադրությամբ, մեր ազգային շահերով ու անկախության հռչակագրով։ Պարոն Շարմազանը Բաղրամյան պողոտան կաթվածահար է եղել, նաև մետրոն։ Դա անվտանգության միջոցառումները ես դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Միացյալ Նահանգների նման երկրի փոխնախագահ է գալի եւ տրամաբանական եմ համարում, այստեղ ես խնդրի գլոբալ իմաստով չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային միջոցառումներ են, էլի, հիմա պրոբլեմը սա հարցը լուծին գայա պրոբլեմ։ Պարոն Շարմազանов, այցը ունի նաև հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում օրակարգ, ինչ եք սպասում, արդյոք այդ հարցում Միացյալ Նահանգներն ի վերջո միջնորդից կվերածվի երաշխավորի տարածաշրջանում։ Դե այսինքն Միացյալ Նահանգները պետք է իրենք որոշեն, իրենք ուզում են երաշխավոր մնալ, թե ուզում են դառնալ երաշխավոր, թե ուզում են դառնալ զուտ վկա։ Սա է խնդիրը, յուրաքանչյուր պետություն ինքը իր գլոբալ շահերն է սպասարկում, պարոն Վեսը նախ եւ առաջ ըստեղ է իր պետության շահերը սպասարկելու։ Ալիևը իր պետության շահերն է սպասարկում։ Հայաստանի պետության ու հայ ազգի շահերը սպասարկող չկա, պրոբլեմը դրանում է։ Այս գեոպոլիտիկ իրավիճակում Հայաստանի այլընտրանքը որն է, օրինակ։ Այլընտրանքը ունենալ ազգային, պետական, պրոֆեսիոնալ իշխանություն։ Այս իշխանությունների պարագայում ես որևէ դրական բան կներեք նման նիհիլիստական մոտեցման համար, բայց չեմ տեսնում։ Ես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ որևէ հույս չեմ կապում վաղուց եւ երբեք էլ չեմ կապել։ Պարոն Շարմազան, եթե այս պահանջների ներքո հնարավոր էր խիստ տարբեր քաղաքական ուժեր միավորվեին, արդյոք ճիշտ չէր լինի մինչև ընտրություններ այդ միասնական ճակատը ստեղծել եւ առաջին խնդիրը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Դրա մասին խոսել է, ես ավելացնելու բան չունեմ։ Ցանկությունը իհարկե մենք էլ ենք կողմ, որ լինի մեկ միասնական ճակատ կամ ընդդիմությունը ներքին խժդժություններ չունենա, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Աստվածտա բոլոր ընդդիմադիր ուժերը գիտակցեն այն մոտեցումը, որ ունի հանրապետականը եւ առաջնորդվեն ազգային ու պետական շահով, այլ ոչ թե կուսակցության շահով։ Հանրապետականը առաջնորդվում է Նեժդեյան կուսակցության հետ, բայց ազգի համար սկզբունքով։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք